Օրինակի համար Վանաձորի տպագրիչների շենքը տարիներ առաջ այս բարձրահարկը ճանաչվել է քանդման ենթակա, ստացել 4-րդ աստիճանի վթարայինի կարգավիճակ։ Բնակիչներին տարհանել են, որպեսզի շենքը քանդեն։ Այսօր նույն շենքը Վանաձորի քաղաքապետարանում գրանցված է որպես 3-րդ աստիճանի վթարայինության կառույց, իսկ ներսում մարդիկ են ապրում։ Եթե նայեք դրան վրա գրված է բնակելի չէ։ Ինչ որ մեկը ուզեցել էր այդ բանն անի, այդ առնել մոռացել էր բառամիջից, ես եմ կերել ու մանալ վրանքս, ես 8 ամիս։ Հայկ Մելքոնյանը 50 տարվա մանկավարժ է, ամբողջ կյանքն այս շենքում է ապրել, միայն թե երկրաշարժն այնպես ավերեց, որ շենքը դարձավ քանդման ենթակա, պատմում է նա։ Ինքն էլ հարևանների հետ տարհանվել է, քանի որ շենքն ասել են 4-րդ աստիճանի է։ Ավելի ուշ բնակիչներին հորդորել են գնալ ու բնակվել շենքում, պատմում է Հայկ Մելքոնյանը ու մեզ ուղեկցում իր սենյակ։ Ապրում է առաջին հարկում, բայց առաստաղը վերջանում է 2-րդ հարկի առաստաղի հետ։ Եթե բնակիչներն են մեղադրելու, անտերի, ընտրեն, բայց սա իհարկե բնակչի բարեկամի արած, այ գլխավերևս։ Եմ մոբիլիզացիա ժամանակ ես եկել եմ, տեսել չկա։ Ընտրության ժամանակ էլ ասել եմ, գնա մեր քաղաքապետին, առաջ տարին ընտրեցի, ասեմ, մի բան կանեմ, 2-րդ տարին ընտրեցի, իսկ մի կասեմ, ուզում ես ընտրի, ուզում ես մի ընտրի, արդեն մենք էլ չէ։ Հիմիսա այս շենքը սենցա որ սենցա հայտնվել մենք էլ մի քանի տարի առաջ ասում ենք այ մարգիթի ամրացմանը ժեշտը թիթեղ քաշեցեք այ մի բան արեք։ Լաուրա Մուրադյանը Հայկի հարևանն է, նույն կերպ է նկարագրում, որ մի ժամանակ քանդել են ուզեցել շենքը ու առաջարկել նրանց գնալ ու ապրել Սպիտակում, ու քանի որ բնակիչները չեն համաձայնել, նրանց հորդորել են բարձրանալ ու ապրել իրենց տներում, պատմում է Լաուրա Մուրադյանը, ենթադրելով այն ժամանակ շենքը փոխեց իր կարգավիճակը, 4-րդ քանդման ենթակա վթարայինից դարձավ 3-րդ աստիճանի բնակելի։ Հետաքրքիր այս փոփոխության մասին բարձրաձայն խոսում են նաև քաղաքապետարանի պատասխանատուները։ Վանաձորի քաղաքապետարանի բնակֆոնդի հաշվառման բաժնի պետ Արամ Այլյանն էլ հավաստում է, որ նախկինում շենքը 4-րդ աստիճանի վթարայինություն ուներ, փոխվել դարձել ու այժմ հաշվառված է որպես 3-րդ աստիճանի վթարային կառույց։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ շենքի կարգավիճակը փոխվել է հակառակ տրամաբանությամբ, սրա բացատրությունը Արամ Այլյանն էլ չունի։ 2000-ից հետո այդ մի շենքն է եղել, որ 4-ից 3-րդ է դարել։ Ես 2000-ից եմ աշխատում այստեղ, իմ աշխատած տարիներին միայն այդ շենքն է, որ 4-ից դարձել է 3-րդ։ Իսկ ինչու պատճառաբանվել, ինչպես է եղել, միգուցե սխալ են արել, հա, հաշվարկները, թե գտել են, որ պետք է բնակվի այդտեղ։ Ճիշտն չեմ կարող ասել, թե ինչով են առաջնորդվել։ Ամեն դեպքում մեր պատվերից հետո դա 4-ից դարձել է 3-րդ կարգ։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալա Նյուս, Վանաձոր։